Անցած անգամ քննարկում էինք ուրեմն իգնորի էտապները, ինչ էտապներ պետք է անցնի աղջիկը բան։ Այսօր ավելի շատ պատճառի մասին կխոսանք, թե ոնց ես հասնում էլի այդ վիճակին, ինչն է բերում այդ վիճակին։ Այս քանի վիդեոն խոսում ենք խոսքի բալանսի մասին ենք խոսում, ոնց է անգնում հետաքրքրությունը բան, բայց կան լիքը դեպքեր, որ խոսքի օրինակ վեճեր չկա։ Ճիշտը вообще վեճեր չեղնելն է։ Ստերեոտիպի պես մտածամարտկանց մեջ, որ վեճերը նորմալ է հարաբերությունների մեջ, բայց դա սուտ է, դա չպետք է եղնի։ Հիմա ինչքան մեջ չհամաձայնվեք հետս, դա սխալ բան է։ Դա նախարարինը հենց այնտեղ չի եղնում վեճեր, դա իր պատճառներ ունի, բայց մի քիչ էլ հետ գնանք, այդ միջև այդ առաջի վեճը եղնելը հատվածը քննարկենք, ոնց է դա գալիս։ Ասենք սկսակ հարաբերությունները, ինչ որ փոքր ներդրում ես անում ու այդ ներդրմանդ պատասխան չի գալի, ավելի մեծ մի քանի անգամ ավել դու ռեակցիա ես տենում իր կողմից, ինքը շատ ուրախ է, շատ սենց աշխարհով մեկա բան ու ինչ է եղնում դրանից հետո քանի վաղ անցնում է, տարբեր ինդիվիդուալն է ամեն մեկի մոտ տարբեր է, ոսկե օրինակ կարող է մեկը 3 տարի սենց բուրնի էմոցիայով եղնի այդ քանի տարին, կա խոսքի 3-4 ամսում արդեն բրծնում է ոնց որ ու սենց նորմալ է դառնում իր էմոցիաքը էլի աղջիկա։ Ինչի հետ է կապված, նախարարինը դա իրանց հետ է կապված, իրանք քեզնից առաջ նախարարինը քանի հատ ընկեր է ունեցել ու ոնց է ավարտվել իր հարաբերությունները, դա մի քիչ ուրիշ թեմա է, դրան էլ կանդրադառնանք հետագայում։ Պատճառներից մեկը սենց մի բան է, այ սկսակ հարաբերությունները որոշ ժամանակ հետո զգում ես, որ այն չի, սկզբից ավելի ярկ էր ամեն ինչ, ինքը իր ռեակցիան ավելի շատ էր։ Դե անընդհատ դու ուշադրություն դարձնում ես, գնալով ավելի շատ, տենց է вообще։ Ու հասկանում ես իրանը քիչ անում է իր կողմից, ոնց որ բալանսը տեղափոխվում է էլի։ Լիքը հետազոտություններ կան, խոսքը հիմա վերաբերվելու է դոֆամինի մասին։ Նեյրոմեդիատոր է ու շատերը լսած կեղնեք, այս վերջի քանի 2-3 տարին մինիմում սաղ աշխարհը այդ դոֆամինից է խոսում։ Ինչ հետազոտություն են ուրեմն անում, այս մեր գիտնականները վերցնում են կապիկների, այս կապիկներին սկսում են ինչ որ ուտելիք տալ, չեմ ասում ես իմ ինչ ուտելիք է, սովորական ուտելիք։ Իրենք սովոր են արդեն այդ ուտելիքին, իրենց ամեն օրվա ուտելիքն է։ Ուղղակի հետազոտությունների մեջ են այդ նույն ուտելիքը տալիս իրենց։ Տալիս են ու ինչ որ սովորական ստաբիլնի իրենց դոֆամինի, ասենց ասած, դոֆամինի բալանսն է, հա։ Սկսում են ինչ որ քաղցր սոկեր սրանց տալ։ Այդ քաղցր սոկի տալու հենց առաջի օրերը սրանց մոտ գրանցվում է դոֆամինի բարձր ինչ որ ցուցանիշ։ Բարձրանում է մեկից, սրանք вообще սենց ուժեղ կայֆերի տակ են եղնում, սենց տրամադրությունները բարձրանում է սրանց բան, ու տենց տալիս են այս սոկերը 2 շաբաթ, 3 շաբաթ, սենց իրար վրա տալիս են։ Ու ինչ են, անընդհատ անալիզներ են սրանց անում բան, ու իրանց պսիխիկի состояниել են նայում։ Գնալով իջնում է դոֆամինը, սրանք սովորում են այդ սոկին ու ոնց որ ասած արժեզրկվում է այդ սոկը։ Միշտ ինչ էլ է եղնում։ Այս գիտնականները վերցնում են փորձի համար, այս սոկը вообще կտրում են ու էլի են իրենց սովորական ուտելիքին են անցնում։ Այն որ արդեն սրանք սովոր էին, սոկին արդեն ռեակցիա չէին տալի, բան։ Այդ դրանից էլ են կտրում, սովորական ուտելիքին են տալիս, սրանք խելառում են իրար։ Դոֆամին ավելի անգնում, ոնց որ այն վաղ ստաբիլնի sense գնում էր, սոկից կտրելուց հետո ավելի շատ անգնում։ Նույն բանը կարանք վերցնենք ընդհանրապես լյուբոյ մարդու դոֆամինովի սիստեմի վրա։ Ինչ որ բանի որ սովոր է, չի գնահատում դրան, հետո միամիտ որ անես բան է ստանում, որ դա նիդաստիժիմի էր միջև այդ, sense դոֆամինը մեկից բարձրանում է, չերեշուր sense ուժեղ կայֆերի մեջ է անում, որ ոչ մի անգամ մարդ նարկոտիկ չի ընդունած եղնում ու մի անգամ ընդունում է դոֆամինը միջև ամպեր բարձրանում է։ Հետո արդեն որ սկսում է շուշուտ այդ նույնից օգտվելը, արդեն դոֆամինը գնալով իջնում է, այն ստաբիլնի չափ կարա եղնի, ստաբիլնից է դաժե մի քիչ բարձր ու բան չեն զգում, դոզեն պետք է ավելացնեն։ Նույն բանն է։ Մի ոնց է, ինչով է կապվում էլի այդ հարաբերությունների մեջ, իրար հանդեպ ներդրում եք անում, բան։ Ամեն ինչ նոր է սկզբից,
դրա համար անընդհատ դոֆամինի այդ սպլեսկը եղնում է, անընդհատ sense ոնց որ իմպուլսով բարձանա, ինքը երջանիկ է, դու էլ ես երջանիկ, բան երկուսիդ մոտ է բարձանում, բայց խով սովորում եք չէ՞ վաղը մյուս օր իրար, արդեն ամեն ինչ դառնում է ռուտինա ոնց որ, ամեն ինչ սովորական է դառնում, sense ասած։ Այստեղ արդեն մարդուց է գալիս իտոգը ինչ կեղնի, խոսքի ամեն մեկի մոտ տարբեր է գնում, ամեն աղջկա մոտ տարբեր վիճակ է, մեկը միշտ ուզում է որ ինքը յարկե էմոցիայի մեջ եղնի ու երբ որ այդ էմոցիաքը իջնում է ինքը արդեն սկսում է այս կողմ կողմ նայելը որ դոֆամինի բարձր բալանս ունենա այտենց յարկի բան սենց միշտ ուրախ իսկ կան ավելի ստաբիլ ավելի հանգիստ տեսակի աղջիկներ ով որ խոսքի իրանք էլի կբարձանա իրանց դոֆամինը բայց իջնելու դեպքում իրանք չեն խառնվում իրար չեն խելռում ձեր ընտրությունից էլ է կախված հարաբերությունները ոնց կգնան ինչքան երկար կքաշեն ընտրություն կանեք ճիշտ ստաբիլ աղջկա կընտրեք մեկից չեք հասկանա իհարկե պետք է շփվեք չես կարա մեկից ասես ինչ ձևի կեղնի բայց դրան բնորոշ ինչ որ նշաններ կան էլի աղջկեքի մոտ ով ավելի ստաբիլնի ով ավելի շատ վազում է դեպի այդ էմոցիքին ու ամեն ինչին օրինակ ասես մի հատ օրինակ բերեմ այնպես դեպքեր եմ հանդիպել ամենասկզբից ինչքան յարկի ամեն ինչ ինչքան ասենց մեկից սկսեցիք շատ էտապներ շուտ են անցնում շատ շուտ մոտիկացաք ինչքան այտենց շուտ է եղնում այդ ամեն ինչը շուտ է այդ էտապները անցնում այդքան ավելի շուտ է վերջանալու հարաբերությունները այտենց ավելի ասենց ռեսկի իսկ ինչքան կամանց սկզբից sense սովորում եք իրար կամանց քայլերով հետո մի անգամ գնում տեսնվում եք բան sense հանգիստ ամեն ինչ եղնում ամիսները կարա քաշի միջև առաջի տենալը նու եթե ինտերնետով եք ծանոթացել կամ խոսքի օրինակ հնարավորություն չկա հեռու եք ապրում կարևորը դրան ուշադրություն դարձնեք դա ձեզի նշան է տալիս պետք չի կարելի նորմալ չի որ ամեն ինչ այտենց յարկի է սկսում այդ կինոների մեջ է գրքերի մեջ է ինչ է այդտեղ մի քիչ աղավաղված ամեն ինչ իրանք ուզում են սիրուն կողմով ցույց տան բայց ամեն ինչ չի որ այտենց է իրականությունը ուրիշ է դու միջև հիմա արդեն դա հասկացած պետք է եղնեիր ուրեմն ինչ ենք հիշում առաջին հերթին հիշում եք դոֆամինի մասին որ ինքն է կառավարում ամեն ինչով ու բոլորով մեկ էլ մի հատ անցնենք այս կապիկների հետազոտությունների վրով ինչ պետք է անեին որ այս կապիկները չխելռեին այտենց իրանց պետք է այդ սոկը տրվեր ոչ թե ամեն օր ասենք թե 2 շաբաթվա ընթացքում ինչ որ ինտերվալներ պետք է եղներ արանքը որ իրանք չսովորեին դոֆամինը չսովորեր ու չընկներ կամ էլ ուրիշ տարբերակ էլ կա անընդհատ այդ 2 շաբաթներ տային ու մեկից կտրեին սոկից ու երկար ժամանակ չտային որ իրանք արդեն հասկանային որ այ մի քիչ մեզի ճիշտ պայելա պետք չի տենց մեկից խելռվել հեսա խելռացինք հիմի вообще չեն տալի մեզի արդեն զգուշությամբ կեղնեին ու արդեն կհասկանային որ ինչից կարան զրկվեն արդեն իրենք զգուշությամբ իրենց կպահեին նույն բանն էլ խոսքի հարաբերությունների մեջ կարելի է օգտագործել պետք չի ամեն օր դնել նվերներ տալ կամ կոմպլիմենտներով լողացնել այդ խեղճին պետք չի սովորում է իրենքն է մեղավոր կարա չեղնի պրոստը սովորի այդ ամեն ինչին խասյաթ ունեն տղեկը սաղոր այս սիրուն ջան բան ախպեր ջան հա կոմպլիմենտ արա բայց սաղորը պետք չի էլի շատ են անում հնարավոր է անենց անել որ մի քիչ ինտերվալներ եղնի պետք եղած վաղը պետք է վատ էմոցիա էլ տաս կարաս կոմերում քո կարծիքը գրես այս վիդեոյի մասին եթե ինչ որ հարցեր ունես բան հանգիստ գրի մյուս վիդեոյում քո հարցին կարող պատասխանեմ լավ եղի հաջողություն